Բարև ձեզ։ Հուսով եմ լավ եք ու հարմար տեղավորված չայ, կոֆե, ամեն ինչ ունեք, որովհետև այսօր խոսելու ենք մեր մանկության տրավմաների մասին։ Եթե ինչ ես կոֆե եմ խմում, focus։ Նախորդ տեսանյութում կարդում էի տարբեր մարդկանց հետ տեղի ունեցած պարանորմալ երևույթների մասին, որոնք վերցրել էի Reddit-ից ու թարգմանել, որովհետև կոնկրետ այդ subreddit-ում ամեն ինչ գրված էր անգլերենով։ Կարդում էի, որովհետև ուզում էի ամեն ինչ իրանց բառերով լիներ, այլ ոչ թե իմ մեկնաբանությունով։ Տեսանյութից հետո խնդրել էի, որ դուք էլ, եթե ձեր հետ նման բաներ տեղի են ունեցել, դուք էլ ձեր պատմությունները թողնեք մեկնաբանություններում ու շատերը չեն ալարել ու գրել են։ Շնորհակալ եմ շատ բոլորին, ովքեր կարդացել են, ովքեր նայել են, ովքեր ինչ որ ձևով օգնել են, որ տեսանյութը ավելի առաջ գնա։ Այսօր կարդում ենք ձեր պատմությունները։ Հիշեցնեմ, որ ալիքում տեսանյութերը նախատեսված չեն զգայուն մարդկանց ու անչափահասների համար։ Մեկնաբանություններում խնդրում եմ հարգանք ցուցաբերել բոլորի նկատմամբ։ Կհավատաք թե չէ, իհարկե ձեր գործն է, բայց եթե դուք չեք հավատում կամ եթե նման բաները հնարավոր չեն, իրականությանը մոտ չեն, դեռ չի նշանակում, որ այս մարդիկ սուտ են խոսում։ Եթե ձեր պատմությունը թողել եք մեկնաբանություններում նախորդ տեսանյութի տակ ու այսօր չկարդամ, այդ նրանից է, որ չեմ տեսել, բայց հաստատ չեմ անտեսել։ Այս տեսանյութի տակ կարող եք պլյուս դնել, նորից կմտնեմ, այնտեղ արդեն ցույց է տալիս ձեր թողած բոլոր մեկնաբանությունները ալիքում ու նորից կտեսնեմ, կկարդամ։ Հաջորդ մասում, եթե իհարկե ավելի շատ լինի։ Ու իհարկե, եթե նոր պատմություններ ունեք, ձեր կյանքից, ձեր հետ տեղի ունեցած ինչ որ բաներ կան, որ այդքան էլ հասկանալի չեն, խնդրում եմ թողեք մեկնաբանություններում, կլինի արդեն 3-րդ մասում։ Անցնում ենք առաջ։ Նորից կարդալու եմ այստեղից, նոթբուքս այստեղ է, ամեն ինչ գրել եք, ոնց գրել եք այստեղ է։ Փետուրի հետ կապված պատմություն չունեմ, բայց այս վերջերս մորս ձայնն եմ լսել, երբ տանը մենակ էի։ Փետուրի մասին պատմել եմ նախորդ տեսանյութում, եթե չգիտեք ինչի մասին է խոսքը, ամբողջականը կթողնեմ ներքև։ Իրիկուն էր։ Մայրս ու երկու աղբերներս տանից գնացին մեր բարեկամի տուն, որը այդքան էլ հեռու չէր։ Ես էլ միշտ գիշերը տանը մենակ եմ մնում ու չեմ վախենում, բայց այդ օրը ահավոր անհանգիստ էի։ Երգ էի միացրել ու երգում էի, բայց չէր օգնում, որ ցրվեի։ Թվում էր մեջքիս հետևում մեկը կա, կամ վերևից են նայում։ Հետո երգը անջատեցի, գնացի հեռախոսի մեջ մտա։ Երբ մտա հեռախոսի մեջ, ցրվեցի։ Համ վախս կորեց, համ անհանգստությունս։ Իրականում իմ կարծիքով, երբ որ անհանգիստ ես լինում առանց պատճառի, ինչ որ վախեր են սկսում առաջանալ ու տանը մենակ եք լինում, հեռախոսի մեջ մտնելը ամենալավ տարբերակը, ամենալավ լուծումը չի։ Բացատրեմ ինչի, որովհետև ինչքան էլ որ էկրանը մեծ լինի, ինքը ամբողջ տեսադաշտը չի փակում։ Դու անընդհատ այսպես կենտրոնացած ես լինում մի կետի վրա, բայց քեզ հետևում թվում է, որ ինչ-որ բան գալիս է ու անդադ ֆոկուսը փոխում ես։ Դրանից ավելի շատ ես սկսում անհանգստանալ։ Նման դեպքերում խորտ կտայի հեռախոսով խոսել ինչ-որ մեկի հետ, եթե իհարկե հնարավորություն ունեք։ Բայց եթե օգնելը ավելի լավ, ավելի հեշտ հանգիստ լուծում էր։ Մեկ էլ պատուհանի տակից մամայի ձայնն եմ լսում։ Անհնար էր ինձ թվար, այդ իրա ձայնն էր իրոք։ Ոնց որ աղբորս վրա բարկանար։ Ձայնը լսեցի, գնացի տանտուրը բացեցի, սպասեցի, որ գա։ Անցավ 10 րոպե, բայց չկային։ Դուրս ելա, սախտան շուրջը նայեցի, ոչ մեկ չկար։ Մտածեցի երևի աղբերս բարեկամի տանը բան էր մոռացել, հետ են դարձել։ Շատ ծիծաղալու է, որ չեք մտածել մաման կարող է ինչ-որ բան մոռացած լինել կամ այն մյուս աղբերը։ Մի 15 րոպեից գալիս են տուն։ Մամային ասեցի, խեյր պատուհանի տակ խոսում ուղի տուն չեկաք, ասեց, հո աննորմալ չես, ես նոր եմ տուն եկել։ Ու մի 10 ժամ համոզում էի, որ իրա ձայնը լսել եմ։ Դե եթե գնացել դուռը բացել եք, նշանակում է, որ հաստատ վստահ եք եղել, որ իրա ձայնն է եղել, բայց շատ ժամանակ նման բաները մեզ թվում են ու այնքան իրական են թվում, որ չենք էլ կասկածում, որ կարող է ուղղակի մեր երևակայության արդյունքն է։ Կամ միգուցե պարանորմալ ինչ-որ բան կա։ Երբեք չենք իմանա։ Շնորհակալություն պատմության համար, անցնում ենք առաջ։ Աստված իմ, չգիտեմ ով կհավատա, բայց ես էլ ունեմ նման պատմություն։ Փոքրուց իմ հետ տարօրինակ բաներ ա կատարվում։ Առաջ դրանցից շատ էի վախենում, իսկ երբ մեծացա, սկսեցի ուշադրություն չդարձնել։ Բայց այս վիդեոն ամեն ինչ փոխեց։ Մոտավոր 11-12 տարեկան էի։ Ծնողներս գործով քաղաքից դուրս էին գնացել ու ինձ թողել էին գյուղում, մորաքրոջս տանը։ Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց մութն ընկնելուց սկսվեց ամենասարսափելին։ Ժամը գիշերվա 11-12-ն էր։ Նրանք ինձ առանձին սենյակ էին տվել քնելու համար։ Մորաքույրս 2 աղջիկ ուներ։ Երբ ես փոքր էի, նրա մեծ աղջիկը իր սենյակում ինքնասպան եղավ ու հենց այդ սենյակում էլ քնում էի ես։
Oh no. Մահացած մարդու սենյակում քնելը ընդհանրապես վախենալու է, բայց երբ որ իմանում ես այդ մարդը մահացել է ինքնասպանության միջոցով, ամեն ինչ ավելի սարսափելի է դառնում, որովհետև մտածում ես ինքը չարացած է եղել աշխարհի նկատմամբ, չարությամբ հալեցված է եղել ու իր հոգին էլ պիտի որ բարկացած լինի։ Բարկեցի մահճակալին, բայց այն շատ չոր էր։ Կարծես թե մատրասի, չգիտեմ հայերենով ոնց է, ոչինչ ասել չգիտեմ հայերենով, ոչ մի բան։ Մատրասի տակ ինչ որ չոր բան կա։ Փորձում էի քնել, բայց չէր ստացվում։ Որոշեցի նայեմ դրա տակ։ Ինձ մենակ մի հարց է տանջում այս պահին, 11 տարեկանում որտեղից ես այսքան համարձակություն։ Ինձ մինչև հիմա թվում է զոմբիներ են մահճակալի տակ։ 23 տարեկան եմ, եթե ինչ։ Որոշեցի նայեմ դրա տակ ու դրա տակ մահացած քրոջս կյանքի օրագրերն էին, նկարները, բայց ախր տարօրինակ էր։ Դրանք չէին կարող հաստ փափուկ անկողինը դարձնել չոր։ Հուսով եմ չեք կարդացել։ Կրացած էի անկողնու դիմաց։ Աչքս ընկավ մահճակալի տակ դրված տուփը։ Ծանր էր, բայց երբ բացեցի ներսում ոչինչ չկար։ Մտածեցի, որ հոգնած եմ ու աչքիս է երևում դա։ Վրան ֆոսֆորից աստղիկներ էին փակցրած։ Շատ գեղեցիկ էր։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ զուգարանի կարիք եմ զգում։ Գնացի զուգարան։ Երբ մտա ներս, կարծես ինչ-որ մեկը դուռը փակեց ու բանալիով կողպեց։ Փորձում էի բացել, բայց ցավոք չէր ստացվում։ Գոռացի։ Մորաքույրս եկավ ու առանց ջան գործադրելու բացեց դուռը։ Հարցրեց ինչ է պատահել ու ես պատմեցի ամեն ինչ։ Նա չհավատաց ու ասաց, որ դա ուղղակի իմ երևակայության արդյունքն է։ Գնացի նորից սենյակ ու պառկեցի։ Այդ ժամանակ ամառ էր։ Շատ տոթ ու դրսում բացարձակ քամի չկար, բայց վարագույրը շարժվում էր։ Ոտնաձայներ էի լսում։ Սկսեցի լաց լինել։ Այնքան լաց եղավ, որ չհասկացա թե ինչպես քնեցի։ Դրա հաջորդ օրը այդ մահացած քրոջս ծննդյան օրն էր։ Ու որպեսզի ինձ տանը մենակ չթողնեին, ինձ իրենց հետ տարան գերեզմանոց։ Երբ տեսա նրա գերեզմանակարը, դրա վրա նկար չկար։ Մորաքրոջս հարցրի, թե ինչու քարի վրա նկար չեն ծեծել։ Ու նա զարմացած ասաց. նկարը վրան աչաս տեսնում։ Հոլի։ Սիրտը սկսեց արագ խփել։ Ախր ես վրան նկար չէի տեսնում։ Պարզապես դատարկ քար էր, որի վրա ոչ նկար կար, ոչ անուն ազգանուն եւ ոչ էլ ծննդյան ու մահվան տարեթիվ։ Վերադարձանք տուն։ Խնդրեցի մորաքրոջս, որ այդ սենյակում չքնեմ։ Նա համաձայնվեց ու ես քնեցի հյուրասենյակում, բազմոցի վրա։ Երազումս այդ մահացած քրոջս տեսա։ Տարօրինակ բաներ էր խոսում։ Կարծես ինչ-որ բան էր ուզում հասկացնել։ Իսկ առավոտյան մայրը զանգեց ու ասաց, որ գալիս են իմ հետևից։ Ուրախացա, որ կազատվեմ այս մղձավանջից, բայց տանն էլ շարունակում էր շուրջս տարօրինակ բաներ կատարվել։ Գիշերով պահարանի դռան բացվելը, սիրելի խաղալիքիս անհետանալը եւ կոկորտից վրա ինչ-որ մեկի ձեռքերի հպումը զգալը։ Կարծես ինչ-որ մեկը փորձում էր ինձ խեղդել։ Եվ այդ օրվանից մինչև այսօր նման բաներ են կատարվում ինձ հետ։ Երեք երեկոյան մտա լոգարան, որպեսզի խնամեմ դեմքս դասի գնալու համար ու լոգարանի դուռը ամբողջությամբ չէի փակել։ Տանը մենակ էի ու ուժգնությամբ դուռը փակվեց։ Դա քամի չէր, դա ինչ-որ մեկն էր։ Բայց քանի որ այդ դեպքից շատ ժամանակ է անցել ու հաճախ են ինձ հետ նման բաներ կատարվում, ես դրան ընդհանրապես ուշադրություն չդարձրեցի։ Եթե անկեղծ լինեմ, չեմ հավատում հրեշտակներին, երկնային կյանքին, հոգիներին ու օրվականներին, բայց միևնույն է, ինձ թվում է, որ քրոջս հոգին է, ով փորձում է ինձ պաշտպանել։ Չգիտեմ պաշտպանում է, թե փորձում է վնասել, բայց ինչ-որ բան հաստատ են չի։ Ու այս են վատ դեպքերից է, որ տեղը կապ չունի։ Ընտրում են իրանք կոնկրետ մարդու ու հետապնդում։ Ուր էլ գնաս, ինչ էլ անես, մեկը քեզ հանգիստ չեն թողնելու։ Շնորհակալություն, անցնում ենք առաջ։ Իմ կյանքում իրականում եւս եղել է այս տիպի պատմություն։ Ես կպատմեմ այն, իսկ կարդացողը թող որոշի հավատա թե ոչ։ Մենք կկազմենք հանձնաժողով ու կորոշենք դուք մեղավոր եք թե ոչ։ Ճիշտ եք ասում թե ոչ։ Ինձ պետք է չագուշներից։ Ուրեմն ես միշտ երազել էի հոգու հետ կապի մեջ լինելուն։ Տարօրինակ երազանք է, բայց օքեյ։ Եվ երբ մի օր ես տանը մենակ էի, որոշեցի կանչել հոգի։ Երբ որ ես տանը մենակ էի լինում փոքր ժամանակ, փորձում էի երգել կարաոկե, որովհետև ուզում էի հասկանալ ես լավ երգիչ կլինեմ, թե չէ։ Ինձ թվում է ես միակը չեմ։ Բայց հոգի կանչելը երբեք մտքովս չի անցել, ինչքան էլ դուք մտածում եք, ինքը էս են վախենալու պատմությունների աղջիկն է։ Ես վախենալու բաներ չեմ սիրում։ Թղթի վրա գրեցի այո, ոչ եւ մատիտները տեղադրեցի համապատասխան վայրում։ Սկզբում ասացի, որ եթե նա այստեղ է, թող տա ինչ-որ նշան։ 1 րոպե սպասեցի, բայց ապարդյուն։ Երբ արդեն որոշեցի վերջացնել, լսեցի, որ ինչ-որ մեկը դուռը թակեց եւ լսեցի այդ դռան բացվելու ձայնը։ Գնացի ստուգելու։ Տեսա, որ դուռը փակ է եւ մարդ չկա։ Կամ էլ կանգնածա քո հետևում։ Մի քանի վայրկյան քարացած մնացի եւ հետ գնացի խոհանոց ջուր խմելու։ Հետո վերադառնալիս տեսա, որ դուռը բաց է։ Այնինչ ես կարող եմ վստահաբար ասել, որ այն փակ էր մնացել։ Վախից զանգեցի ընկերոջս, խոսեցինք ու ցրվեցի։
Այս էի ասում, խելացի մարդ։ Հետո երբ արդեն ժամը 12-ն էր, որոշեցի քնել։ Շատ պատահաբար ժամը 3-ին վեր կացա ու որոշեցի գնալ ջուր խմել, երբ անցա այն նույն դռան մոտով, կրկին լսեցի այդ դռան թակոցները։ Դանդաղ դուռը բացեցի եւ տեսա, որ ոչ ոք չկար։ Արագ վազեցի սենյակ ու մոտավորապես մինչև 4-ը արթուն էի եւ բարեբախտաբար ինձ մոտ հաջողվեց քնել։ Իսկ մինչ այսօր այդ դեպքը չեմ մոռացել։ Շատ կուզեի, որ Այդան խոսեր իմ պատմությունից կամ ինչ-որ պատասխան տար ինձ։ Շնորհակալություն կարդալու համար։ Ձեզ շնորհակալություն, քանի որ պատասխան եք ուզում, եկեք խոսենք ընդհանուր հոգի կանչելու երևույթի մասին։ Եթե դուք որոշել եք հոգի կանչել, նշանակում է, որ ինչ-որ տեղ գոնե հավատում եք, որ հնարավոր է որ ստացվի։ Իսկ նման դեպքերում ավելի զգայուն ենք դառնում ցանկացած մանրուքի նկատմամբ։ Հնարավոր է, որ ընդհանրապես ձեր երևակայության արդյունքն է ու վախենալու ոչ մի բան չկա, բայց ես նաև հավատում եմ, որ գոյություն ունի իրականության շատ մեծ մի անկյուն, որ մենք դեռ չենք տեսնում, չենք հասկանում ու այս ուղակի դրանից մի հատված է։ Մարդիկ, ովքեր պնդում են, որ հոգի են կանչել ու ստացվել է, ասում են, որ հոգին եղել է վատը, բայց ներկայացել է իրանց սիրելիների, հարազատների, այն մարդկանց, ովքեր իրանց ավելի մտերիմ են եղել, մահացել են, ներկայացել են իրանց կերպարով։ Խորհուրդ ինձնից մի տարվեք նման բաներով, հոգին եթե ուզենա ձեր կանչելուն չի սպասելու։ Չգիտեմ ով կհավատա, բայց ես երեխա էի, երբ տատիկս վատացավ ու տարան հիվանդանոց։ Հույս չկար, բայց արթնացել էր ու երբ եկավ տուն, ասեց, որ կմահանա 90 տարեկանում։ Աստծո հետ խոսել է ու 90 տարի լրանալուց հետո մահացավ։ Բոլորը շոկի մեջ ենք մինչև այսօր։ Էլի շատ նման է նախորդ տեսանյութի պատմություններից մեկին, հուսով եմ լավ կյանք ունեցել տատիկը ու շնորհակալություն կարճ, բայց լավ հավես պատմության համար։ Հաջորդ պատմությունը պահել էի մոտս, բայց հիմա չեմ գտնում, որ ցույց տամ ձեզ էլ։ Չգիտեմ ջնջել են, թե ուղակի ես չեմ գտնում, բայց ուղակի չկա, չեմ գտնում։ Ամեն դեպքում, քանի որ արդեն մոտս կար ու այս մեկը երևի իմ ամենասիրելիներից մեկն է, պիտի կարդամ լսեք։ Երբ ես դպրոցական էի, մի օր այդպես եկա դպրոցից, սեփական տանն էի ապրում ու դուռը միշտ բաց էր։ Մտա հյուրասենյակ, հայրս նստած էր բազմոցին ու ժպտալով ասեց. «Եկար»։ Ես փոխադարձ ժպիտով ասեցի այո ու գնացի ննջասենյակ հագուստս փոխելու։ Երբ ավարտեցի, տևեց մոտ 3-ից 5 րոպե։ Գնացի հյուրասենյակ, որ հարցնեմ հայրիկս կճաշի ինձ հետ, սակայն նա այնտեղ չէր։ Ամբողջ տանը բակում փնտրեցի, չկար։ Զանգեցի հայրիկիս, ասեցի. «Պապ, ուր գնացիր»։ Ես ուղղակի ապշեցի, ասեցի դու տանն ես եղել։ Պնդեց, որ տուն չի եկել։ Անցել են շատ տարիներ, բայց այդ տեսարանը չի մոռացվել իմ կողմից։ Ամեն բան այնքան իրական էր։ Չգիտեմ ինչի, բայց նման պատմություններին սովորաբար հավատում եմ, առաջինն էլ էր սրա նման։ Նման դեպքերին հավատում եմ, որովհետև չի կարա ամեն ինչ այնքան իրական թվա, բայց լինի քո երևակայության արդյունքը, որ արդեն ըստ դրա հաջորդ քայլերը կատարես։ Մարդիկ, ովքեր տառապում են շիզոֆրենիայով, անընդհատ բախվում են այդ հարցի հետ։ Տեսնում ու լսում են բաներ, որ իրականում գոյություն չունեն։ Բայց թե ինչքանով է հավանական, որ կյանքում 1 կամ 2 անգամ կունենա շիզոֆրենիայի էպիզոդներ, այդ արդեն չգիտեմ։ Ձեզ իհարկե շիզոֆրենիկ չեմ ասում, խոսում եմ ընդհանուր երևույթի մասին, իսկ պատմությունը վախենալու է։ Ես ունեմ այլ վկայություն։ Երազիս մեջ շատ մութ էր մեր տանը։ Երեխան նստած էր հեռուստացույցի առաջ եւ այն անջատված էր։ Հանկարծ մեր խոհանոցի դուռը բացվեց եւ ներս մտավ մահացած տատիկը։ Հիշենք, որ երազա։ Ես գոռում էի, ձայն տալիս հայրիկիս, բայց երբ եկա նրան ասելու, որ մայրդ եկել է արի, նա այնտեղ չէր։ Սարսափը ինձ պատել էր։ Ես վազեցի դուրս եւ երազումս կանչեցի Հիսուս, հանիր ինձ այս նեղությունից, եւ ես արթնացա։ Իսկ ուրիշ դեպքերում, երբ սարսափ երազ էի տեսնում, արթնալուց հետո միշտ քարացած էի։ Իսկ այս դեպքում կարծես ազատության ու խաղաղության մեջ պարուրված լինեի։ Մի անգամ էլ ինձ մեկը ջղայնացրեց, վիրավորեց, սուտ Կոպիտ խոսեց ինձ հետ, բարձրացա, որ լամպը փոխի, հանկարծ այդ մարդուն հոսանքը տվեց եւ նա անկավ բարձրից հատակին։ Փառք Աստծո ողջ մնաց եւ նա ինձ մեղադրեց, ասաց, որ ես կախարդ եմ։ Շատ տարիներ առաջ նման դեպքերում իրոք ասում էին կախարդ ու մահապատժի ենթարկում։ Շատ լավ ժամանակներում եք ծնվել։ Բայց ես ոչ մի բան չեմ արել ու վատը չեմ ցանկացել։ Պարզապես ես հասկացել եմ, ուղղակի ուրիշները չեն հասկացել դեռ, որ ինձ նեղացնել չի կարելի եւ վատ տոնով խոսել ինձ հետ։ Եվ սա առաջին դեպքը չէր։ Ես չգիտեմ դա ինչպես է լինում, բայց ես հատուկ ոչինչ չեմ անում, որ այդպես լինի։ Մի անգամ էլի մեկին ասացի զգուշ եղիր, ճանապարհները սառած են, ամառ օր էր։ Գնացել եւ ընկել էր մեքենայի տակ։ Էլի փառք Աստծո ողջ էր մնացել։ Մի պահ կար, որ անընդհատ, եթե աչքս պատահական ընկնում էր ինչ-որ մեկին, եթե ձեռքին ինչ-որ բան կար,
ձեռքին էր ընկնում։ Եթե ձեռքին ոչ մի բան չկար, այդ մարդն էր ընկնում։ Չգիտեմ ինչի, ոնց էր լինում այդ ամեն ինչը, բայց այնքան հաճախ էր լինում, որ ընկերուհիներս էլ ինձ են սկսել կախարդ ասել։ Խնդրում եմ իմ մասին վատ բան չմտածեք, Աննա ջան, տեղից էլ գլխիս ինչ ասես գալիս է։ Շնորհակալություն։ Ուրեմն, երբ ես 5 տարեկան էի, միշտ նայում էի սարսափ ֆիլմեր ու ընդհանրապես չէի վախենում։ Բայց դա հեչ։ Ծեր մարդու կին էին, շատ բարի։ Միշտ ինձ կոնֆետ էին տալիս։ Ես իրանց շատ էի սիրում, բայց մի օրը փոխեց ամեն ինչ, որը ես երբեք չեմ մոռանա։ Առավոտը ինձ ուղարկեցին նրանց տուն ինչ-որ բան տանելու։ Չեմ հիշում ինչ էր, բայց ես գնացի։ Նրանք ինձ գրկախառնությամբ ողջունեցին եւ ներս հրավիրեցին։ Ես նստած եմ աթոռի վրա։ Նրանք մի պահ դուրս եկան եւ ես իմացա նրանց խոսակցությունը։ Մարդը ասում էր՝ դրան հաց տվել ես, իսկ իր կինը պատասխանում. Չէ, այսօր հաց չեմ տա, քանի որ նա այսօր ինձ կծեց ու գոռում էր օգնեցեք։ Ու ես լսեցի ինչ-որ աղջկա ձայն։ Թե իմ ականջին է լսվել, չգիտեմ։ Ես չգիտեմ կհավատաք թե ոչ, բայց սա իրական պատմություն է։ Մերսի կարդալու համար։ Մերսի ձեզ, ինչքան սարսափ ֆիլմ տեսել եմ ծեր մարդկանց մասնակցությամբ եկավ աչքիս։ Ես փոքր էի, մոտ 9-10 տարեկան։ Տարբեր պատճառներով մահանում էին իմ բարեկամները՝ տատիկ, հորեղբայր ու շատերը։ Ես միշտ վատ էի տանում այդ ամենը։ Գիշերները չէի քնում։ Երբ մի օր իմացանք, որ տատիկս մահացել է ինքնասպանության միջոցով, մայրս գնաց իր տուն, թույլտվությունով վերցրեց մի քանի հագուստ, հենց իր հագուստներն էին։ Բերեց ու դրեց պահարանում։ Ու երբ բոլորը քնած էին, մայրս հանկարծակի լսում է պահարանից ձայներ։ Այդ գիշեր նա չի կարողանում քնել, քանի որ գնալով շատանում էր ձայները։ Նա առավոտյան աղբը նետեց այդ շորերը, բայց ես այդ օրվանից լսում էի տանը ձայներ։ Կարծես թե ինձ շատ մոտ մի տղամարդ էր նստած սենյակից դրան առաջ ու շատ արագ շնչում ու արտաշնչում էր։ Հետո լսվում էին ոտնաձայներ։ Կարծես մեկը քայլ էր, ինչ-որ ճռճռոց։ Ես պատմում էի ծնողներիս, բայց չէին հավատում։ Հիմա կարծես թե ամենը անցել է, բայց որտեղ որ այդ հագուստները դրված էին, այսինքն ծնողների սենյակում, ես մինչ օրս արդեն 7-ից ավելի տարի անցել, ես չեմ կարողանում պառկել կամ քնել։ Շատ երկար չեմ կարողանում մնալ։ Ծանր է օդը։ Երբ մտնում եմ, րոպեներն եմ հաշվում, թե երբ եմ դուրս գալու։ Կարծես մեկը վանի այդ սենյակից։ Հիմա ամենը կարգին է։ Երբեմն լսվում է ոտնաձայներ, բայց ոչ շատ, ու այդ ամենը լսվում էր գիշերը 3-ից։ Ես չեմ հավատում այս ամենին, բայց կուզեի խոսեք ու ասեք, թե ինչ կարող է լինել դա։ Շնորհակալություն պատմության համար։ Տատիկս մի հատ ծիծաղալու միամիտ սովորություն ունի։ Ինքը մտածում է, որ եթե կամաց է խոսում, ցածր ձայնով է խոսում, կապ չունի իրան ինչքան մոտ ես։ Եթե նույն սենյակում չես, ուրեմն չես լսում։ Բայց քանի որ ինքը երբեք իրան կողքից չի լսում, չի հասկանում, թե ինչքան զրնգուն ձայն ունի։ Շատ տարիներ առաջ մեր հարևաններից մեկը էլի մահացավ ինքնասպանության միջոցով, ու քանի որ մեր ընտանիքները շատ մոտ էին, այդ վիշտը մենք էլ էինք ապրում։ Մենք այդ ժամանակ փոքր էինք, մահ չէինք տեսել։ Իհարկե լսել էինք, որ հեռու բարեկամները, ծանոթները մահացել են, բայց քանի որ չենք ճանաչում իրանց, մի տեսակ ուրիշ էր ամեն ինչ։ Հիմա որ այս աղջիկը մահացավ, անընդհատ բոլորը իր մասին էին խոսում, տեսնում էի իր ծնողները ինչ վիճակում են, բարեկամները գալիս էին կողքից էլ մի բան ասում էին, երազիս եկավ, սենց բան ասեց, սենց բան արեց։ Սկսում էի վախենալ։ Այդ դեպքից հետո շատ երկար ժամանակ անընդհատ նույն երազն էի տեսնում։ Երազումս գիշեր էր։ Պատուհանից նայում էի դուրս, ամեն ինչ մեր սովորական բակներ, ֆուտբոլի դաշտը, խանութը, կանգառը, փողոցը, ամեն ինչ նույնն էր, բայց մարդ չկար։ Բոլորը ներսում էին ու պատուհաններից դուրս էին նայում։ Նայում էին, թե ոնց էին ուրվականները, օդում, բակում, չգիտեմ, ամեն տեղ ուղակի սահում էին։ Դրա համար բոլորը ներսում էին մնացել։ Հենց որ մութը ընկնում էր, ես սկսում էի սարսափել։ Ու այս մենակ նրա համար, որ տատիկս իրա ու մյուսների տեսած երազները պատմում էր մեր տուն եկած մարդկանց, ու իրան թվում էր, որ մենք չենք լսում ու չենք ազդվում։ Ձեր մաման էլ ոնց հասկացա չի մտածել, որ այդ ամեն ինչը ձեր վրա կարող է ավելի վատ ազդել։ Երեխեքի երևակայությունը բնականաբար ավելի ուժեղ է, քան մյուսներինը։ Ինչքան էլ որ իրա տեսածն ու լսածը ձեր համար իրական լինի, հավանաբար ավելի շատ է վախացրել, քան պետք էր։ Մամային չենք մեղադրում իհարկե, հաշվի առնելով, որ ինքն էլ է վախեցած եղել, բայց ինձ թվում է շատ խորանալ պետք չի։ Ես ապրում եմ գյուղում։ Ունեի ծնողներ, 1 քույր եւ 1 եղբայր։ 11 տարեկան է, երբ տատիկս մահացավ։ Դրանից 1 տարի հետո մահացավ պապիկս։ Հետո սկսեցի տարօրինակ բաներ նկատել, եւ ոչ միայն ես, այլ նաեւ մայրիկս ու մյուսները։ Մեր տունը 2 հարկից էր բաղկացած։ Վախենում էի երկրորդ հարկ բարձրանալ։ Ինձ թվում էր, թե ինձ որևէ մեկը նայում է։ Երբ մեջքով շրջվում էի որևէ բան վերցնելու համար, թվում էր, թե հետևումս մեկը կա եւ ինձ է նայում։
Անգամ իմ սենյակում տարօրինակ թակոցներ էի լսում։ Ես վախենում էի մթությունից։ Անգամ մի օր տեսա օր գիշերով ձեռքիս տվեր պատին։ Հաճախ էի կռվում մորս հետ։ Ամենից շատ վախենում էի ակռավներից։ Մի ակռավ կար, որը մշտապես հսկում էր մեր տունը, եւ երբ կռում էր, գիտեի, որ կռիվ է լինելու մեր ընտանիքում։ Մի անգամ մայրս նույնպես ասաց ինձ, որ իրեն նույնպես հետևում են, եւ նա զգում է։ Հիմա չեմ հիշում, թե որքան շարունակվեց այդ ամենը, քանի որ ես արդեն 20 տարեկան եմ, բայց հետո միտեղ կարդացի, որ երբ տանը մարդ է մահանում, այդ տան էներգիան փոխվում է դեպի վատը, այսինքն բացասական էներգիա է ստանում եւ դա միայն կվերանա, եթե նոր երեխա ծնվի տանը։ Պապիկիս մահվանից 4 տարի հետո ծնվեց մեր ընտանիքում 4-րդ երեխան։ Ճիշտ է, ես հիմա այդքան սարսափներ չունեմ եւ չեմ վախենում ակռավներից, բայց վատ բաներ համենայն դեպս շարունակվում են, ոչ պարանորմալ երևույթներ։ Ակռավները շատ հետաքրքիր թռչուններ են, իրանք կարողանում են տարբերակել մարդկանց, գիտեն ինչից ու ումից վախենան, շատ խելացի են ու դրա պատճառով իրանց միշտ կապում են պարանորմալ երևույթների հետ։ Մի հատ դասատու ունեինք, չեմ ասի ով, չնայած այս տեսանյութը դժվար իրան հասնի, բայց դասարանցիներս հաստատ կհիշեն։ Հենց որ այս կինը մտնում էր դասարան ու սկսում էր խոսել, ակռավները հավաքվում էին պատուհանի մոտ ու սկսում կռկռալ։ Ինչից էր, չգիտեմ։ Տարօրինակ էր, իր դեպքում այդքանը չէ։ Շնորհակալություն պատմության համար Լիա ջան։ Չգիտեմ պարանորմալ երևույթ է թե չէ, բայց պատմեմ։ Երազ տեսա։ Մտա մի մութ մեծ սենյակ։ Ոնց որ նկուղ լիներ, բայց ես գիտեի, որ դա տվյալ շենքի շքամուտքն է։ Կողքս լինում էր մի մարդ։ Ես գիտեի, որ ինքը իմ հորեղբայրն է։ Նա ֆիզիկապես չկար, մահացած էլ չէր։ Ուղղակի զգում էի, որ կողքս է, բայց չէի տեսնում։ Մտանք մի դռնից ներս։ Ներսը գեղեցիկ լուսավոր տուն էր։ Միջանցքով անցանք ու մտանք սենյակ։ Ներսում մի մարդ էր պառկած, ամբողջությամբ բինտերի մեջ փաթաթված։ Ես գիտեի, որ ինքը մյուս հորեղբայրն է։ Լիքը այրվածքներ ուներ։ Միայն դեմքն էր բաց։ Մեր կողքին նաև բժիշկ կար։ Ես մոտեցա, ճակատը համբուրեցի։ Երբ կռացա, որ համբուրեմ, հենց մոտեցա բժիշկը ասաց 3 օր էլ կապրի ու վերջ։ Այդ օրը առավոտյան արթնացա, իմացա, որ հորեղբայրս տեղափոխվել է հիվանդանոց, այրվածքներով։ 3 օր հետո մահացավ։ Ասում եմ, չգիտեմ, պարանորմալ է թե չէ։ Պարանորմալ է էսա։ Շատ հետաքրքիր է, հուսով եմ մի օր կհասկանանք ոնց է բացատրվում դեպքերից առաջ երազ տեսնելը, բայց հիմա հնարավոր չի ու մեզ մնում է միայն ապշել։ Շնորհակալություն շատ պատմությունով կիսվելու համար։ Տանը 2 երեխա ենք ու տարիներ առաջ քնում էինք մի սենյակում։ Մի գիշեր, երբ մայրս մեզ պարկացրեց քնելու, գնաց լվացվելու, հայլու մեջ տեսավ, թե ինչպես եմ ես, թաց մազերով ու սպիտակ քնազգեստով գնում հյուրասենյակ։ Մայրս վազեց դեպի այդ կողմ, բայց այնտեղ միայն տատիկս էր քնած։ Սարսափած եկավ սենյակ ու տեսավ, որ երկուսս էլ քնած ենք։ Հայրս դեռ աշխատանքի էր։ Մայրս չքնեց մինչ նրա գալը։ Հաջորդ օրը առավոտյան մեզ տարան մորական տատիկիս տուն։ Տունը օրնեցին։ Տարիներ անց, երբ տատիկս էլ չկար, ինձ հոսանքը շատ ուժեղ խփեց։ Այն նույն բազմոցի հետևի վարդակից, որի վրա տատիկս էր քնում։ Ես զգացի, որ ինչ-որ նկար տարօրինակ շարժվեց ու ինչ-որ մեկը կարծես ինձ հետ բրդեց։ Բժիշկները ասացին, որ հրաշքով եմ փրկվել։ Զգուշ եղեք երեխեք, չգիտեմ ոնց է ստացվում, որ որոշ մարդկանց հետ անդադ նման բաներ են կատարվում, իսկ մյուսներին երբեք ոչ մի բան չի լինում, բայց ուշադիր եղեք։ Տեսել եմ հայրիկիս իր մահանալուց 1 օր հետո, երբ արթնացա գիշերը, կանգնած էր իր սենյակի դռան մոտ, չվախեցա։ Ուզում եմ միշտ տեսնեմ, թեկուզ ուրվականի պատկերով։ Լացասիկով։ So sweet։ Վերջես քաններ։ Մյուսները կամ շատ կարճ ա եղել, կամ չեմ հասկացել ինչ եք ասել, կամ չեմ տեսել, կամ էլ չգիտեմ։ Հավանաբար կլինի 3-րդ մաս, դրա համար նորից ներքևում գրում ենք ձեր պատմությունները։ Կամ եթե ձեր հետ չի եղել, թեկուզ ձեր ծանոթների, բարեկամների պատմածներից, եթե ինչ-որ բան հիշում եք, նորից շնորհակալություն պատմություններով կիսվելու, ակտիվ լինելու ու մինչև վերջ մնալու համար։ Կհանդիպենք շուտով։ Գնացինք, bye։